Նախ այն մասին, որ Լոռիում ավելի շատ, քան թեկուզ մեր մարզում մանրու միջին պաշտոնական դասը սիրում է շնորհակալություն հայտնել հանրապետության ղեկավարությանը, հատկապես երբ խոսքը վերաբերվում է բնակարանաշինությանը կամ անօթևաններին։ Կառուցվող բնակարանների թվի կամ որակի մասին ինֆորմացիա տալուց առաջ պարտադիր կերպով նախ շնորհակալություն են հայտնում հանրապետության վերին օղակներին ըստ հերթականության՝ նախագահ, վարչապետ, քաղաքաշինության նախարար, ապա խնդրում մեզ անպայման գրի առնել եւ հետո միայն անցնում անօթևանների ու իրականացվող բնակարանաշինության պատկերի ներկայացմանը։ Այսպես ինչպես Լոռու մարզպետանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը, այնպես էլ Սպիտակի քաղաքապետը ի խորոց սրտի շնորհակալությունն հայտնելուց հետո նշում են, որ միայն Սերժ Սարգսյանի բարօրության շնորհիվ Սպիտակ քաղաքը ազատվում է անօթևաններից։ Այդ ուղղությամբ աշխատանքները արդեն ավարտին են մոտենում, դա մենք վերջնականապես մինչև 13 թվականը 2000 կավարտենք եւ մենք Կաղետու գոտում էլ տնական տնտեսություն եւ աղետից դուրս ընտանիքներ առանց բնակարանի մենք չենք ունենա։ Դա շատ լուրջ հաջողություն է, դա մեր պետության ուշադրության շնորհիվ է տեղ ունենում։ Մեր երկրի նախագահի խոստումներից մեկը իրականում է արդեն Սպիտակում անօթևան մնացած երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակապահովման ծրագիրը իրականացնելու։ Գալով բնակարանաշինությանը նշենք, որ Սպիտակում էլ ինչպես Գյումրիում Գլենդել Հիլսի աշխատավոճն ու ձեռագիրը նույնն էր ու ոչ միայն կառուցապատման տեսանկյունից։ Այստեղ էլ Գլենդել Հիլսն աշխատում է միայն պարիսպներից ներս, ու ընդգծված սահմանն անցնել քաղաքացիները չեն կարող հանրության փողերով կառուցվող բնակարանաշինության ընթացքին հետևել եւս։ Տեղի լրատվամիջոցները շատ հաճախ իրենց քաղաքում իրականացվող բնակարանաշինության կադրեր տեսաձայնագրելու համար բարձրանում են հարևանությամբ գործող պոլիկլինիկական հիվանդանոցի բակի վերնամաս։ Ինչպես նկատելի է, Սպիտակում նոր կառուցվող բնակարաններն առանձնատներ են, թեպետ արտաքինից շատ նման են Գյումրու նորակառույց Մուշ թաղամասի բնակարաններին, բայց Սպիտակի քաղաքապետն է երաշխավորում, որ Սպիտակում բնակարանները անհամեմատ որակով են, քան Գյումրիում։ Շատ հարմարավետ, շատ գեղեցիկ, շատ ամուր, ամենակարևորը մենք երկրաշարժ տեսած ժողովուրդ ենք եւ մեզ համար շատ կարևոր է ամուր լինելը։ Իսկ մյուս հարցերը իհարկե այսօրվա պահանջներին բավարարող բծախնդիր, նույնիսկ բնակչի պահանջներին բավարարող պայմաններ են ստեղծված ապրելու համար։ Մի ժամանակ տարբեր պաշտոնյաների մակարդակով նման երաշխիքներ տրվում էին նաև Գյումրիում կառուցվող բնակարաններին, սակայն մեկ ամիս չանցած Մուշի բնակարանների համբավն հասավ նաև հարևան մարզ։ Սպիտակի քաղաքապետն օրինակ իմացել է այն մասին, որ Գյումրիում մեղմ ասած այնքան էլ գոհ չեն նորակառույց թաղամասից, բայց եւ Գագիկ Սահակյանն է երաշխավորում, որ Սպիտակում բնակարաններն ավելի որակով են, որտեղից Սպիտակի քաղաքապետին նման երաշխիքներ հարցրինք նրան։ Այդ երաշխիքները որտեղից ես։ Երաշխիքը ես ինքս եմ տալիս, որովհետև հենց շինարարության առաջին օրվանից ես օր չի եղել, որպեսզի չայցելեմ շինհրապարակ եւ ինքս իմ աչքերով չտեսնեմ, թե ինչպես է կառուցվում։ Եվ երկրաշարժը մեզ բոլորիս շինարար դարձրեց, ճիշտ է, մասնագիտությամբ շինարար չեմ, բայց բավականաչափ այդ ուղղությամբ գիտելիքներ ունեմ։ Իմ տեսածով եմ ասում դա եւ պնդում եմ, որ մեր մոտ կառուցված շենքերը շատ որակյալ են։ Սակայն ինչպես հայտնի է, Սպիտակի վարպետաց թաղամասն էր շահագործման էր հանձնվելու Գյումրու Մուշի շահագործումից անմիջապես հետո։ Մեկ ամիս ավելի ձգձգվում է Սպիտակի առանձնատների շահագործումը։ Ինչու՞։ Քաղաքապետն ասում է, մասնակի որակի վրա չազդող թերություններ են հայտնաբերել եւ վերահսկող հանձնաժողովը ժամանակ է տվել դրանք վերացնելու համար։ Թե երբ կհանձնվի նոր թաղամասը շահագործման, Սպիտակում ասում են չգիտեն։ Քրիստինա Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս, Սպիտակ։